Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը, բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, շնորհավոր ենք Հանրապետության օրվա կապակցությամբ եւ մեր ժողովրդին։ Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում այսօրվա կայացած զորահանդեսը բացում էր հետևյալ խոսքերով. այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, ինչով է այսօրվա բանակը տարբերվում օրինական բանակից, որը կար 21 թվականին։ 20 թվականի սեպտեմբերի 26-ին, պարոն Քոչարյան։ Նոր բառ ամեն ինչ ասում է։ Դուք այսօր որևէ հին բան չեք տեսել։ Ամեն ինչ նոր ձեռքբերված գործարանային արտադրության, նույնիսկ D30 հրետանային։ Ես ուզում եմ ասել D30 նախկինում կար։ Կար, բայց գործարանային արտադրության չի եղել։ Սա առաջին անգամ Հայաստանը ձեռք է բերել ռուսական արտադրության D30-ը գործարանային արտադրության։ Մնացած ամեն ինչ որ այսօր մեր ժողովրդին ցուցադրվել է եւ հաշվետվություն է տրվել, դա նորագույն տեխնիկան է, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի պարտությունից հետո, 21 թվականի ընտրություններից հետո իր խոստումների մեջ ներառելով կառավարության ծրագրում ստեղծել է նոր բանակ ունենալու տեսլականը եւ դա իրականություն դարձնելու ճանապարհը հենց անցավ այսօր Հանրապետության հրապարակով։ Տեխնիկայի տեսքով, ամբողջովին նոր է նկատի ունենք տեխնիկան, ամբողջովին դուք տեսաք, որ նոր համազգեստով, նոր նույնիսկ տոնական համազգեստով եւ նվական խումբը, եւ պատվապահագախումբը, եւ գլխավոր շտաբի պետը, եւ շտաբի պետի տեղակալը նաեւ իրենց հանդերձանքը նաեւ տոնական հանդերձանք էին իրենք ներկայացնում։ Իսկ մնացած հանդերձանքը դրանք նորագույն հանդերձանքն են, հատուկ նշանակության ստորաբաժանումների, բանակային կորպուսների եւ այդ հանդերձանքը նաեւ խոսում են մասին, որ բանակի կերպարանափոխումը սկսած հանդերձանքից վերցած հանդերձանքը կրողներով օրորի դառնում է իրականություն եւ դրանով պետք է հպարտանալ։ Պարոն Քոչարյան, մենք կանդրադառնանք առանձին շատ կարևոր դետալների, օրինակ հոբ համակարգեր, ԱԹՍ-ներ, տասնյակից ավելի հայկական արտադրության հրետանի եւ այլն։ Դա դեռ մի մասն է, դա նշենք։ Մենք կանդրադառնանք դրանց, բայց ինչու հիմա, ընտրություններից 10 օր առաջ ընդդիմություն ձեզ քննադատում է, որ սա զուտ քարոզչական նպատակ ուներ, օրինակ ուժեղ Հայաստանից ասում են, որ 6 տարի առաջ էլ Սու-30 էր նստել Նիկոլ Փաշինյանը, բայց պատերազմի ժամանակ պարզվեց չկային մարտագլխիկներ, մի հավատացեք, որ սա անվտանգություն է ապահովում, սա անվտանգության պատրանք է եւ կրկին խաբեություն, կարճ ասած լուրջ քննադատություն կա։ Ինչ երաշխիք, որ սա ցուցադրական հերթական շոու չէ եւ սա իրական անվտանգություն կարող է բերել մեր պետության։ Այսօր ընդդիմությունը բացակայում էր Հանրապետության հրապարակից եւ դրանով ասած ամեն ինչ իրենք Հայաստանի իշխանությունների տված խոստումներին հետևում են միայն հակառակ կողմից եւ այդ խոստումները չեն ուզում առերեսվեն, որ դա իրականություն է։ Իրենք այսօր չեն եկել, որպեսզի չտեսնեին, որովհետեւ իրենք երեք արդեն բարգաբեկում էին այն, ինչը այսօր մենք տեսանք, մեր ժողովուրդը տեսավ եւ ոգեորվեց։ Այդ ոգեորությունը ամեն ինչ արժեր։ Հաջորդ հարցը, որ իրանց հուզում է թե ինչի այսօր, դրանք փորձում են կապեն ընտրությունների հետ։ Չէ՞ որ նաև հաշվետվություն ասա եւ վերջին հաշվով այս ընտրություններով պետք է ժողովրդի գնահատական տա իշխանություններին, որին տվել են արտահերթ ընտրությունների միջոցով վստահության կվե իր խոստումները անվտանգության համակարգի հետ կապած ինչքանով է կատարված։ Դա առաջին հերթին պաշտպանական գերատեսչությունն է եւ մյուս ուժային կառույցները եւս այսօր նաև ներկայացված էին թե սահմանապազորքերը, բացի ոստիկանական ուժերից, որտեղ պետք է իրենք չլինեն, իրենք բանակային ստորաբաժանումներ չեն համարվում ըստ գվարդիայի մասին օրենքի, բայց ըստ էության մեր անվտանգային մարմինների զինանոցում են, բայց այսօր այն ինչ որ ներկայացվեց արդեն կերպարանափոխված բանակ, որովհետև դրանից առաջ մինչև այս ցուցադրումը բանակը անցել է երկար ճանապարհ, ձևավորելով օրենսդրական այն դաշտը, որը հնարավորություն է տալի այդ համազգեստ կրողին յուրովի մոտենալ իր ծառայություններին եւ դրանից բխող հետևանքներին։ Եվ վերջին հաշվով անդադ ընդդիմությունը, երբ որ մենք ասում ենք կես տարով կրճատում ենք ծառայության ժամկետը, որովհետև դրան արդեն պատրաստ ենք, հիմա տեսնում եք արդեն իրենք ոգևորած ասում են մի կես տարի էլ մենք ենք առաջարկում, եւ եթե sense ոգևորենք ասեն Հայաստանին բանակ երևի պետք չի։ Հիմա իրենք չեն ուզում տեսնեն ակնհայտը,
կերպարանափոխված բանակ եւ նոր սպառազինությամբ հայնական արտադրության տեսակ ինչ ծավալի նաեւ առաջընթաց կա, որովհետեւ տարիներ առաջ մենք դա չենք ունեցել։ Հիշում եք, քարորյա պատերազմի ընթացքում նախկին իշխանությունների կարկառոն ներկայացուցիչները եւ գեներալի ուսադիրի կրողները անօթաչներին ասում էին ցիտիկներ եւ նրանց հետ պայքարում էին, փորձում էին պայքարեն ուրան գրանտամյոտներով կամ ունեցել ենք նաեւ գեներալ, որ ասում էր ուղղաթիռը կբարձրացնեմ քամիկանի սա կտապեն գետին։ Բայց տեսնում եք, թե ինչ տեմպերով զարգացրեցին այն ուղղությունները, որ այսօր մարտնչում են, հա, պատերազմների ընթացքում օթային ուժերի տեսանկյունից ուկրաինական, ռուսո-ուկրաինական պատերազմը, եւ մենք դասեր քաղելով այնուամենայնիվ նաեւ մեր ինժեներական մտքի արգասիքի շնորհիվ, որ մենք այն ինչ որ ցուցադրեցինք, դա մեր արտադրությունն էր։ Տեսակ նաև մեր համազարգային համակարգը, տեսակ մեր ականանետերը, որոնք արտադրվում են Արսենալ ընկերության կողմից։ Ասում եմ, ինչ որ ցուցադրվեց, դրանք տաներ առաջ չկային։ Դրանք արգասիքա կառավարության որդեգրած այն ծրագրի, այն ներդրումների, որը ներդրվեցին ռազմարտունաբերության ոլորտում։ Դա ռազմարտունաբերության ոլորտն էր, բանակն էր, եւ այսօր պետք է շնորհավորենք բոլորս իրար, որովհետեւ մայիսի 28-ին առաջին պարադը երբ որ եղավ, մենք ընդամենը ունեինք շարային ստորաբաժանումներ առանց լուրջ սպառազինության։ Շքերթը ընդունեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մայիսի 28-ին։ Դրանից հետո եղել մայիսի 28-ին շքերթ չեղել հանրապետության օրը եւ հիմա քանի որ դիմաց ընտրություն էր եւ հենց իմաստը հաշվետվություն տալը պետքա լիներ մեր իշխանությունների օրոք մեր կատարած աշխատանքի նաեւ դրա համար հանրապետության օրը նշվեց եւ ես կարծում եմ որ հանրապետության օրով հպարտացող գոնե դաշնակցական պատգամները պետքա ժողովրդի մեջ կանգնած հպարտանային եւ գուցե հուզվեին։ Ես դա չնկատեցի այնուամենայնիվ։ Դուք ասում եք դիմաց ընտրությունը եւ հաշվետվություն եք տալիս ժողովրդին, ես արդեն նշեցի, որ ընդդիմությունից ասում են քարոզչական նպատակ ունի, իսկ ուժեղ Հայաստանի առաջին համարն ասում էր ոչ միայն նախընտրական է ցույց տալու, որ իշխանություն կարողացել է ինչ-որ բան գնել, ասում է հաջորդ իշխանությունը զենքեր նվեր կստանա էժանը գնելու եւ Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, զենքերը իրար համահունչ են լինելու, մինչդեռ այսօր կա մեծ անհամահունչություն, զենքերը իրար հետ չեն խոսում։ Կետ Նարեկ Կարապետյան, ինչպես կմեկնաբանեք։ Ոչ պրոֆեսիոնալ տեսակետ, բացարձակ։ Նարեկ Կարապետյանը բանակից պատկերացում ոչ միայն չունի, այլ պարզապես չունենալով պատկերացումներ պետքա լռեր, որովհետև այն ինչ որ ինքը տեսավ, ինքը խոսում է ապագա զենքերի մասին, որովհետև զենքերը ինչի մասին խոսեց տվյալ նորաթող քաղաքական գործիչը, նախկինում մենք ունեցել ենք միայն հին զենքեր, իսկ հին զենքերը որևէ հեռանկար չեն տվել մեր ամրությունները ամուր պահելու համար։ Ընդ որում, եթե մենք հնարավորություն ունենայինք Նարեկ Կարապետյանին եւ մյուսներին ցուցադրենք նաեւ մեր ամրոցները, մեր այն ինժեներական կառույցները, որը մեզ ծառայություն տանող զինվորականները ավելի մարտունակ կեցվածքով հակառակորդի գրողները կկասեցնեն։ Առաջին հարվածը։ Իսկ ինչու ցույց չեք տալիս։ Որովհետեւ չեն կարող վերել Հանրապետության հրապարակ։ Բայց Նարեկ Կարապետյանին ինչ որ մի պահի գուցե հնարավոր լինի իրենց կտանենք, որպեսզի մտնեն եւ ինչպես նաեւ մնացած բոլորը ովքեր եղել են այնտեղ ծանողներ, թե մեր սովորական քաղաքացիներ, թե հասարակական կազմակերպություններ ոգևորվեն, որ այն հսկայական ներդրումները հենց առաջնագծում հնարավորություն են տվել էտապներով գալ այսօրվա հանրապետության հրապարակի շքերթին։ Զինտեխնիկան, որը ցուցադրվեց, մնալու է Տիգրան Մեծ պողոտայում մինչև ժամը 12։ Այսօր։ Այո։ Այսօր ժամը երեկոյան։ Մինչև ժամը 12։ Այսինքն մեր ժողովուրդը երեխաները բոլոր կգնան շոշափեն։ Մի քանի օր չի մնալու, այսօր է մնալու միայն։ Ես լսեցի հանրապետության վարչապետը նշեց, որ 24 ժամ հաստատ լինելու է հանրապետության հրապարակում։ Իհարկե կմոտենան չեն կարող բարձրանալ տեխնիկայի վրա, դա այնուամենայնիվ ռազմական տեխնիկա է, բայց կունենան մեր հայրենակիցները, հատկապես մատաղ սերունդով երեխաները, որովհետև ցանկացած երեխա միշտ սիրում է խաղալիք ունենալ զենքի տեսքով, աղջիկներին չի վերաբերվում, բայց ամեն դեպքում դա տղաների ամենասիրած խաղալիքն է։ Հիմա իրանք ունեն հնարավորություն մոտիկից տեսնելու այն, ինչը որ նաև մեր երկրի հպարտության 24 ժամ են մնալու, փաստորեն չեք պատրաստվում ընդդիմության
դեմ կիրառել հունիսի 7-ից հետո այդպիսի բայց ընդդիմության դեմ տեսակետներ են խոսքով ենք մենք պայքարում եւ այդ խոսքին իրենք հակադարձելու խոսք դեռ չեն գտել։ Իմիջիայլոց իրոք չեն գտել։ Տեսեք, այն ինչ որ դուք ներկայացրեցիք, ասեց էժան եւ ձրի զենքեր կստանանք։ Ձրի զենքը եւ նվեր։ Պարոն Ղարաբեջյանը դա ձրի զենքի տեղ գիտեր, տարիներ շարունակ իրենց սիրելի իշխանություններին կարող էին նոր ձրի զենքերով հագեցնեին, որը չեն արել, ապա ինչի չեն, սպասում էին ընտրություններին։ Ղարաբեջյան ընտանիքը սպասում էր ընտրություններին, որ ձրի զենք մատակարարեր իր հայրենիքին, չէ՞։ Մի քիչ ծիծաղելի է 300,000 աշխատատեղ, ձրի զենք, ձրի պանիր թակարդի մեջ եւ այլն։ Այդ թակարդի մեջ էլ պանիրը որ ձրի է լինում, վերջը վատ է լինում։ Պարոն Քոչարյան, տասնյակից ավելի հայկական արտադրության ԱԹՍ-ներ ցուցադրվեցին եւ հարվածային եւ հետախուզական օրինակ մեր հեռուստադիտողները կարող են մեր այս հարցազրույցից անցում կատարել Factor TV տեսանյութերի բաժին, որտեղ առանձին կտորով մենք այդ հատվածը կտրել եւ ցուցադրել ենք։ Այ կասեք ինչպես է հաջողվել հայկական արտադրության ԱԹՍ-ներ ունենալ եւ դրանք օրինակ Բայրակթարի համեմատությամբ ինչ ցուցանիշներ ունեն։ Ես հասկանում եմ, որ պետք չի նախորդ պատերազմին պատրաստվել եւ ընդհանրապես պետք է իհարկե պատրաստ լինել, բայց եթե դա շատերն ահաբեկել էր այդ զենքը 44 օրյա ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ները ինչի են ընդունակ։ Դուք եթե լսում եք հաղորդավարի ձայնով այն պարամետրերի մասին տեղեկանքը, դա խոսում է թե ինչ աստիճաններով, տեսակ փոքր մեղուներից գնաց հասավ հետախուզական, հարձակողական անօթաչուների այդ ամբողջ շքերթը դավ 1, դավ 2, դավ 3, դավ 4, դավ առո եւ այլն տարբեր անուններով, բայց ձեզ ասեմ, որ մենք դա չենք ունեցել, բայց այդ նպատակը ձևավորվել է դեռ քառօրյա պատերազմից հետո։ Ես հիշում եմ, երբ որ 18 թվականին արդեն իշխանափոխություն եղել էր եւ ես հանձնաժողովի նախագահ եմ, ես ունեցել եմ հանդիպումներ ռազմաարդյունաբերության պատասխանատուների հետ, կարծում եմ ժամանակ ավետիքներ, Քերոբյան, մի քանի հանդիպում նաև Մերգելյան ինստիտուտում տաղավարում, ցուցադրական տաղավարում, շատ այսպես սիրողական մակարդակի ինչ-որ բաներ կար արտադրված, բայց կար մեծ նպատակ հասնել ավելիին հասնելու համար, պետք էր լուրջ ներդրումներ, եւ կառավարությունը գնաց այդ քայլին եւ կատարեց ներդրումներ եւ տրվեց հնարավորություն ձևավորվեն արտադրություններ, առաջին լուրջ հաջողություններ արձանագրվեց Հակոբ Արշակյանի կառավարման տարիներին, երբ որ ինքը նախարարն էր։ Հակոբ Արշակյանի հրաժարականից հետո այն ինժեներական ինտելեկտուալ պոտենցիալը, որ հավաքվել էր բարձր տեխնոլոգիաների նախարարության, շենքում, դրանք ըստ էության սկսեցին նաև շնչել եւ ստեղծել այն, ինչը որ կոչվում է հայկական ռազմաարդյունաբերություն։ Այսօր նաև հնչեց մի թիվ, թե ինչ ծավալի ֆինանսական ներդրումներ է արված այդ ոլորտում եւ արդյունքը մենք տեսանք շքերթի ընթացքում դա էլի անոսում արդյունքի մի մասն էր։ Եվ դրանք շատ տպավորիչ է, որտեղ նախկինում մենք ոչինչ չենք արել, մենք մի մեղ էլ չենք արտադրել։ Բայց հիմա, երբ որ ես ասում եմ, դա սա նախընտրական խոսք չի, սա իրականությունն է։ Սա իրականությունն է, որտեղ ասետ ընկերության, երբ որ տեխնիկան անցնում էր, եւ մենք փորձարկումներ անում ենք, եւ այս փորձարկումների ժամանակ շատ ոգեորվել է եւ մի կադր էի դրել, որը գուցե անզգուշ քայլ էր, բայց ես այնքան էի ոգեորվել արդյունքներով համազարգային համակարգերի ճշգրտության, որովհետեւ այդտեղ կար նաեւ ինժեներական այն նորարարությունը, որ հնարավորություն էր տվել այդ ճշգրտության ապահովման համար։ Նաև ասետ ընկերություն Սանոսյան Արամի ընկերությունը, որը նաև անօթաչուներ ցուցադրվեցին այդ ընկերության, որոնք նաև հնարավորություն են տալիս թիրախի կոորդինատները հայտնաբերելու, հաղորդելու եւ ճշգրիտ ուրան համազարգ ուղարկելու եւ գնահատելու համար։ Դա որ ԱԹՍ-ներ, պարոն Քոչարյան, համազարգային կայանները, որոնք 8 հարվածային հրթիռների միջոցով է իրականացվում, համազարգային հարվածի միջոցով, դա մի տեսակն էր հայկական արտադրության, բայց այնտեղ այնքան բան ցուցադրվեց։ Պարոն Քոչարյան, տեսեք,
կարիճ, լուսան, դրանք զենիթային հրթիռային համալիրներ են։ Արամաստ, Տիր, Տորկ, լավ անուններ են։ Շանթ, բոլոր հայկական անուններ են։ Այստեղ մի հարց, դրանք Հայաստանի Հանրապետության ռազմարտությունաբերության արտադրած զինատեսակներն են, շատ երկարացան կա, հաուբիցներ, հրետանային համակարգեր, զենիթային համալիրներ, զենիթահրթիռային բոլորը հայկական անվանումներով սպառազինություն են։ բայց հայկական սպառազինություններ։ Չէ՞ որ նշվեց հաղորդավարի կողմից, որ Հայաստանի զինված ուժերը դիվերսիֆիկացման արդյունքում 7 տարբեր երկրներից սպառազինություն է ձեռք բերել, որը նախկինում չկար, վարչապետի ելույթին ուշադիր չեք հետևել։ Կոնկրետ, չէ, ես ամեն ինչին ուշադիր հետևում եմ, եթե թեմային պատրաստում եմ։ Ինչպես է ստացվել, որ ֆրանսիական Սեզարը վերանվանվել է Արամաստ, իսկ հնդկական Ատաքսը Միր։ Դա պետք է լեզվաբաններին հարցնել, որովհետև երևի Սեզարը եւ Արամազդը այսպես համահունչ անուններ են։ Կապ ունեն։ Ամեն դեպքում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ մեր ձեռքբերված օտարերկրյա երկրների սպառազինությունը ունենան հայկական անվանումներ։ Լուսանը ինչ վատ անվանում է։ Արամազնը շատ լավ անվանում է։ Գլխավորը, որ այդ զենքը գտնվում է Հայաստանի զինված ուժերում, անցել են փորձարկման շրջան, եւ դա մեր զինված ուժերի գլխավոր շտաբը ներառել է մարտական հերթապահության մեջ։ Իսկ դրանք լուսանը մի քիչ լավ չեն պատկերացնում։ Մոդիֆիկացված տարբերակներ, ինչ որ բան ավելացվել է, թե ուղղակի տարբերանշանը հանել ջնջել ենք Սեզարը, ջնջել ենք դրել ենք Արամաստի։ Փորձարկում նշանակում է նաև մեր պահանջները, որ դրվում է, պետք է բավարարվեն այդ պահանջները արտադրողի կողմից։ Դա լինի Հնդկաստանը կամ այլ երկիր, ամեն դեպքում մենք մեր պահանջներով ենք պայմանագիրը կնքում եւ ստանում ենք այդ պահանջներին համահունչ սպառազինություն, որը հին սպառազինություն դեռ այսօր չեք տեսել։ Մի րոպե, մեր պատվերով ֆրանսիական, հնդկական ընկերությունները հայտնի ընկերությունները արտադրում են Սեզարը եւ Ատաքսը, դրանք գալիս են դարձել արտադրելու ընթացքում, որտեղ մեր ներկայությունը այնտեղ կա։ Այ ինչու է դարձել, պարոն Քոչարյան։ Որտեղ մեր ներկայությունը կա։ Ինչ է նշանակում ներկայությունը։ Դե եթե մեր պատվերը չլիներ, այդ սպառազինությունը այսօր մենք ցուցադրենք։ Իսկ ինչու չեն պահպանվում դրանց նախնական անունները։ Սա շփոթ չի առաջացնի մարդկանց մոտ, որ մենք արտադրում ենք Արամազդ, դու մի ասա ֆրանսիացիներն են Արամազդը արտադրում։ Ֆրանսիացիները ունեն մասնակցություն Արամազդի կայացման գործում։ Ունեն մասնակցություն, թե իրենք են ստեղծել։ Ֆրանսիացիները ունեն մեծ մասնակցություն Արամազդի կայացման գործում։ Դրանք արտադրվում են Հայաստանում։ Դրանք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության կողմից։ Հայաստանում արտադրված։ Դրանք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության կողմից որպես Արամազդ։ Շատ հետաքրքիր։ Իսկ ինչ որ մի բան հարցս էլի կրկնեմ, էլի ավելանում է այդ տարբերակներին, թե չէ։ Երբ որ սա մենք հասկանալի է, ռելիեֆին կարող է ինչ որ ձև բնականաբար շատ հրաշալի, ես միշտ զգացել եմ, որ դուք ծառայության ընթացքում շատ բացախնդիր զինվորական ծառայություն եք անցել։ Այո, ծառայության ընթացքում կարող է նոր առաջադրանք ձևակերպվի, մեր ռելիեֆից բխող, կլիմայական պայմաններից բխող եւ այլն, որը կներառվի նաեւ արտադրողի կողմից եւ գուցե նաեւ համատեղ ինժեներական միտք սկսի աշխատել զինված ուժերի պատվերի շրջանակում։ Այսինքն սրանք նախնական տեսքով չեն մնում, այս ֆրանսիական հնդկական զենքերը։ Ոչ մի բան նախնական տեսքով չի։ Նկատի ունեմ ֆրանսիական բանակի համար նախատեսված կամ հնդկական այդ զինատեսակները չեն։ Հայկական կողմը պահանջներ է դրվում, ըստ դրա են արտադրվում։ Նույնիսկ գունային գունավորման խնդիրը էլի պետքա քողարկման նպատակները պետքա մեր ռելիեֆին համապատասխանեցվի։ Իսկ սա շփոթ չի առաջացնի հանրության համար։ Մենք ստացվում է կարող է հանրությունը զորահանդեսի արդյունքում իմացա, որ մենք Արամազդ ենք արտադրում, դու մի ասա ֆրանսիական Սեզարի մոդիֆիկացված շփոթ չի առաջացնում, այ ընդդիմության մոտ է շփոթ առաջացրել։ Իրենք այս ամենը տեսնելով կամ չուզելով տեսնել, որովհետև եթե իրենք այսօր չէին եկել որ տեսնեին, իրենք չեն ուզում առերեսվեն։ Ես Էդգար Ղազարյանի ներկայության նկարը տեսել եմ, այդպիսի նկար տեսել եմ։ Ես շատ ուրախ եմ, որ Էդգար Ղազարյանը եկել է, բայց Էդգար Ղազարյանը կունենա ազնվություն ներկայացնի, թե տեսնելուց հետո իր մոտ ինչ զգացմունքներ առաջացավ։ Ես նրան կկանչեմ եւ կհարցնեմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի ինքը լինի մաքսիմալ անկեղծ։ Իսկ Շանթ համազարգային կրակի ռեակտիվ
համակարգը, որը ունակ է գերճշգրիտ հրթիռներով խոցել կենդանի եւ կրակային միջոցները, հասցնել կետային մակերեսային հարվածներ ռազմական օբյեկտներին, րոպեների ընթացքում կարող է հարվածներ հասցնել տարբեր թիրախների, լքել տարածքը, արագ լիցքավորվել։ Այևս հայկական արտադրության շանտ բառը հայկական չի, շանտ։ Շանթարամասն էլ է հայկական, շանթահարել, այսինքն մեր ներկայությունը արտադրողի հետ արկա է։ Անվանումը հենց հուշում է, որ մենք այնտեղ կանք։ Դրանք համատեղ արտադրություններ են, պարոն Քոչարյան։ Դրանք արտադրված են մեր ցանկությունները հաշվի առնելով։ Այսինքն այդ տեսանկյունից կարող ասեք համատեղ։ Պարզը չէ, արտադրողին պետքա խնդիրը ձևակերպես եւ ասես թե դու ինչ ես ուզում։ Չէ՞։ Թրթուրավոր ես ուզում, անիվներով ես ուզում, ինչ ես ուզում։ Քո ռելիեֆը թույլ է տալի ինչ, եւ վերջին շուտ պատվեր տվող դու ես, եւ վճարողը դու ես։ Եվ բնականաբար այդ տեսանկյունից կարող ենք ասել, որ այո, համատեղ մտքի արդյունք է։ Տանկեր չկային, չէ՞ այսօր։ Չէ, տանկեր։ Ինչու՞։ Մենք նոր տանկեր չենք ձեռք բերել եւ եթե մենք նորներ միայն նոր տրամաբանությամբ տանկեր չկային։ Իսկ եթե Իսկանդեր չկար։ Իսկանդեր չկար։ Բայց չէ՞ Իսկանդերը նաև օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմում եւ որևէ այնպեսի հաջողություն չի արձանագրել, ինչպիսին մենք մտածում ենք, որ մենք եթե ունենք Իսկանդեր, ուրեմն մեր դեմ խաղ չկա։ Հիշում եք նախորդ շքերթը, որը էլի կարծեմ ընտրությունների շեմին անցկացվեց եւ հաղորդավոր ասում էր ՀԿ-ի փորձը փոխարել եք փաստորեն, պարոն Քոչարյան։ Ոչ, բացարձակ։ Նա հին տեխնիկաներ բերում եւ շատ ողջերված էր Իսկանդերով, որի պարամետրերը, ինչքան մենք հասկացանք հետագայում, այդքան էլ լավ ուսումնասիրված չէին, եւ բայց հաղորդավոր ասում էր հրապարակ է մտնում Իսկանդերը եւ վերջ, հակառակորդը այլևս անելիք չունի, բայց կյանքը ցույց տվեց, որ հենց այդպիսի fake, հա, բառամթերքով մենք մեզ դրել էինք մի այնպիսի իրավիճակի մեջ, որը մեզ մեծամտածնելով բերեց հասցրեց պարտության եզրին։ Իսկանդերից հրաժարվել է հայկական բանակը։ Մենք Իսկանդերի պատվեր չունենք։ Չկա, այլևս Ռուսաստանից չենք պատվեր։ Մենք այն ինչ որ Ռուսաստանի հետ ունենք պայմանագիր, այն ինչ որ չենք ստացել, անպայման կստանանք, իսկ այն ինչ որ ստացել ենք, դրանք կիրառվի գլխավոր շտաբի համապատասխան դիրեկտիվ հրամանների միջոցով։ DRS-ից բացի էլի ռուսական սպառազինություն կար, Սոնցեպյոկ, չէ, Տոր համակարգեր։ Այո, դրանք ձեռք բերված են։ Դրանք արդեն իսկ արկա։ Դրանք էլի գործանային արտադրության, դրանք մեր ձեռք բերված սպառազինությունն է, որտեղ նշվեց, որ միայն Ռուսաստանի այլևս դաշնությունից չի, որ Հայաստանի Հանրապետությունը սպառազինությունը ձեռք բերում առնվազն 7 տարբեր երկրներից եւ դա հնարավոր եղավ միայն այն պայմանում, երբ որ հասկացան, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է եւ ինքնատնօրինում իր զինված ուժերի նպատակների իրականացումը։ Դրանք եվրոպական երկրներ են հիմնականում։ Եվրոպական երկիրներ կա իհարկե։ Հնդկաստանը դե բոլորին հայտնի է։ Դե դուք անդադ ուզում եք նշեք երկրների անունները, բայց մենք հիմա այսօր սպառազինությունը մենք ներկայացրեցինք այն հայկական անվանումները, որը մեր ժողովուրդը շատ սիրում է։ Արամազանումն էլ է սիրում, լուսանել է սիրում, շանթել է սիրում, բայց դրանք նաև արտացոլում են այդ սպառազինության բովանդակությունը։ Պարոն Քոչարյան, իսկ եթե տորեր, տոսեր, այդ Սոնցեպյոկ եւ դրանք, այսպես ասենք, բխում են Հայաստանի զինված ուժերի կարիքներից, եթե առկա են զինանոցում, բայց պատերազմը այնպիսի բան է, որ զինտեխնիկան խոցվելու, այսպես ասենք, վտանգի առաջ է մշտապես։ Հայաստանյան ռազմաարդյունաբերությունը ունակ է, այսպես ասենք, դրանք վերանորոգել կամ արտադրել դրանց համարժեք զինատեսակներ։ Կամ այն ինչ որ մենք արտադրում ենք, դրա պահեստամասերը նույնպես մենք արտադրում ենք։ Կամ ձեռք ենք բերում եւ գիտենք որտեղից ձեռք բերենք։ Իհարկե, պայստամասերի մի հսկա արսենալ կա, որ մենք ի վիճակի չենք այսօր Հայաստանում արտադրենք։ Սկսած չիպերը, տեսեք անօթաչուները, առանց չիպերի չի կարող լինի։ Բայց մենք այսօր անօթաչուներ ենք արտադրում գերժամանակակից փոքր, որոնք իհարկե այսօր ցուցադրված չեն, որոնք այսօր էլի մեր զինված ուժերի արսենալում արդեն առկա են։ Եվ նոր տեխնոլոգիաները մեզ հասանելի են դառնում, երբ որ մենք ուսումնասիրում ենք ռուս-ուկրաինական պատերազմում այն ռազմական միտքը, որը կիրառում է այդ սպառազինությունը, հատկապես FPV դրոնների տեսքով։
Բայց դրա պահեստամեսերը աշխարհում եք տարբեր երկրներից, ուրեմն ձեռք է բերվում, գնում է, հավաքվում է, եւ եթե նկատեցիք, այս քանի օր Ռուսաստանի Դաշնության հերոստալիքները ցույց էին տալի, թե տներում նստած ոնց են հավաքում այդ հսկայական ավերածություն ստեղծող այդ փոքր թռչող սարքերը, նախկինում մեր զինվորականները դրանց ասում էին ծիտիկներ։ Դրանք լուրջ ավերածություններ առաջացնող փոքր չափսերի, ուրեմն եւ ճշգրիտ նպատակին, թիրախին հասնող հնարավորություններ են եւ գնալով արագությունն է մեծանում եւ նրա կառավարելիությունն է շատ մեծանում, նրա անտեսանելիությունն է մեծանում եւ նրա էժանությունն է գրավիչ դառնում։ Տեսեք, դուք այսօր տեսակ շատ բավականին թանկ նաեւ սպառազինություն, որի նպատակները բազմաբովանդակ են։ Նաեւ անօթոչների տեսքով։ Նաեւ կային մեղուները, մյուսները, տարբեր նպատակների համար ստեղծված եւ արդեն ձեռք բերված մեր զինված ուժերի կողմից, դա նշանակում է անցկացվել են բոլոր փորձարկումները։ Պետք է հպարտանալ սրանով։ Ես անձամբ տեսնելով այսօր մեր հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի երեխաների ուրախությունը, ես խորհուրդ կտայի, որպեսզի անկախ ընտրությունների հետ կապված տրամադրություններից նաեւ բոլորը ուրախանան այն ձեռքբերումները, որ այսօր ցուցադրվեց, որտեղ իշխանությունները հավերժ չեն։ Մի օր էլ իրենք կդառնան իշխանություն եւ ոչ թե պետք է ժողովրդին սուտ ինֆորմացիայով կերակրեն կամ սուտ նպատակներով կամ fake քաղաքական առաջադրանքով, ինչպիսին 300,000 ադրբեջանցիների մուտք է Հայաստան։ Պարզ չէ, որ դա արհեստական դրված նարատիվ է, որի նպատակը ժողովրդի մեջ անվստահություն սերմանելն է։ Անդադ հերկվում է, բայց մեկը պետք է հարցնի։ Այ չգիտեմ, Նարեկնա թե մյուս Կարապետյանն, ասին Կարապետյան ազգանուն կրողները, այդ որ ասում են, դրա ապացույցները չունենալով, ինչ են ուզում դրանով անեն։ Չէ՞ որ դա իրականության հետ կապ չունի։ Նպատակը ո՞րն է։ Երեք ես ուժեղ Հայաստանից հյուր ունեի, իրենք ասում են, որ մենք ոչ թե վախեցնում ենք 300,000 ադրբեջանցու գալով, այլ ասում ենք, եթե այս իշխանությունը ընտրվի, դա հավանական է, ռիսկ է, որովհետև Ադրբեջանի իշխանությունները տարբեր շրջանում խոսել են 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու իրենց ենթադրյալ նպատակներից, եւ քանի որ Փաշինյանի իշխանությունը կատարում է նրանց պահանջները, ուժներ ասում, ուժեղ Հայաստան, Կարապետյանների, ուժեղ Հայաստանը կարող է ենթադրել Արամոդյան ասի, գիտեք, իրենք ինֆորմացիա ունեն, որ մի հատ երկնակեր ընկնելու է հիմա մեր տարածաշրջան եւ բոլորս վերանալու ենք եւ որպեսի դա չլինի պետք է Հայաստանի իշխանություններին մերժել։ Հայաստանի իշխանությունները ընտրել են մեր ժողովուրդը 80 թվականին եւ հիմա մերժվածները եւ իրենց արբանյակները, ես Կարեն Կարապետյան եւ մյուս Կարապետյանը, Գազի Կարապետյանը, մյուսները համարում են մի ընդհանուր համակարգի այսպես բեկորներ։ Այդ բեկորները հիմա միավորվել են եւ առաջադրանք ունեն Հայաստանում լուծել իշխանության հարցը։ Հասել են նույնիսկ այնտեղ, որ Բաքվի բերդից Ռուբեն Վարդյանը ուղերձ է ձայնային ուղերձ է ուղարկում։ Վերջ հասանք տեղ։ Լևոն մնացականին ձայնային ուղերձի հնարավորություն ոնց որ թե չեն տվել։ Պաշտպանության բանակի նախկին հոտեն, բայց Ռուբեն Վարդյանը չգիտես ոնց ինչ նպատակով էր քաղաքական օրակարգում հայտնվել, հիմա էլ Բաքվի բերդից ուղերձ է հղում, որ դադարեցրեք շքերթը։ Պարոն Վարդանյան, ոնց։ Այսինքն դադարեցնենք Հայաստանի անվտանգության խնդիրների լուծումը, չարդեականացնենք մեր բանակը։ ասում են դե պարտված իշխանություն եք։ Հա միշտ պարտված չեք մնալու։ Պարտված իշխանություն ոնց է շքերթ։ Պարտված իշխանությունը դասեր քաղելով ստեղծում է կերպարանափոխելով բանակը ստեղծում է անվտանգության այնպիսի համակարգ, որը մեր ժողովրդին հնարավոր ագրեսիայից կարող ի վիճակի կլինի պաշտպանել, սկսած ամրոցներից վերջացրած նրա հետևում տեղակայված զորամիավորումները։ Դե ամոթանք են տալիս, որ պարտված իշխանություն կարող է զորահանդես։ Պարտված իշխանությանը իրանք մոռանում են 21 թվականին մեր ժողովուրդը այնուամենայնիվ էլի վստահեց։ Դրանից իրանք պետք է դասեր քաղեն, ինչի, որտեղ մենք անկեղծ ենք եղել մեր ժողովրդի հետ։ Այ հիմա էլ ենք անկեղծ։ Իրանք այսպես էկրանի առաջ նստած, այսպես ինչ որ 300,000 աշխատատեղ, ձրի սպառազինություն, այդքան որ ձրի էր, այսքան տարի ձեր սիրելի իշխանություններն էին։ Բաշխից ցանցեր ունեիք, բայց Ռուսաստանը չէր տալիս մեզ ձրի եւ էժան զեղչով սպառազինություն։ Իհարկե տվել է։ Մարդիկ դա են հիշեցնում, տվել է, բայց դրանով էլ մենք չենք զարգացել։ Տվել է, մենք չենք զարգացել։ Տվել է, մենք կրակել ենք, չգիտեինք, կրակած արկ ուր ընկավ։ Դուք հրետանավոր եք, չէ՞ եղել։
ականանետի Ականանետի պարագայում կարծում եմ, որ հաշվարկները ճշգրիտ է փոքր տարածքի վրա, բայց մենք շատ լավ ականանետեր ենք արտադրում։ Տեսակ չէ, 82 մմ, 120 մմ։ Դրանք հայկական արտադրության Arsenal ընկերությունն է։ Ինչ որ հայկական 100% արտադրությունն է, բոլորը հնչել է։ Հիմա բոլոր խառնել եք իրար, պարոն Քոչարյան։ Լավ ենք արել։ Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որից հետո հայկական անուններով բացի ինդիմությունից բոլորը լավ գիտեն, որից հետո է։ Գայլ, որը ԱԲ-ով է համալրված, հետախուզահարվածային 4 սոտանի համակարգեր, որոնք զինվորետ իրականացնում են հետախուզման հայտնաբերման թիրախի տարբերակման կրական աջակցման զենքեր։ Իրենք քայլելով գնային, ափսոս շատ կուրախացներ բոլորին, բայց դրանք ռոբոտներ են։ Եվ ռոբոտները արհեստական բանականությամբ աշխատող։ Այո, այդտեղ անդադ իրենք զարգանալու են։ Ասում են on-line առևտրային հարթակներից եք պատվել ծաղրելու մակարդակեր, հիշում եք, երբ որ դուք թե Նիկոլ Փաշինյանը, որ մի կտոր։ Չէ, այդ որ ասեցով էր ասում։ Համացանցում այնքան ախմախ բաներ են խոսում։ Ինչ Բայց այսօր նկատեցի լրագրողները փախել էին մարտի դաշտից։ Գայլը ինչով է զբաղվում։ Գայլություն անելով, պատտվում է, նայում է, թե հակառակորդի ոչխարները մեր սահմանը չեն անցել։ Ինքը օգնում է մեր զինվորին։ Ինքը նաև արհեստական ինտելեկտի կիրառման, նաև որպես բան, հա, կանխարգելի չէ, գործիք, որտեվ եթե պիտի զինվորը պայթի ականի վրա, գայլը կարա պայթի։ Ամենապրիմիտիվ բանը մաս։ Հա, դե դա կարևոր բան է։ Դե բա։ Որտեվ տեխնիկան օր-օրի մտնում է ժամանակակից մարտավարությունների մեջ եւ միայն գայլը չի։ Չինացիները վաղուց են սա ստեղծել հիմա։ Մենք ունենք գուցե մեկ գումարտակ, գուցե արժի ունենալ ամեն մի բանակային կորպուսում գայլերի այդպիսի գումարտակներ։ Կրական աջակցություն կարող է ցույց տալ, թիրախը տարբերակել, հայտնաբերել։ Մնում է իր շարժման կարողությունները անդադ բարելավելով, այո, նա կարա դիտորդական առաքելությամբ հանդես գա։ Շատ մոդայիկ բառապաշար եք օգտագործում։ Իսկ արհեստական բանականությունը, պարոն Քոչարյան, ինչ տեղ ունի հայկական ռազմարտությունների վերլուծությունների համար շատ կարևոր են։ Արհեստական բանականությունը մեծանալություն է։ Ես նկատի ունեմ կիրառվում է զինտեխնիկայի մեջ, այսպես ասենք, արհեստական բանականությունը կարող է կիրառվի, բայց մենք նոր առաջի քայլերն ենք այդտեղ։ Մեղուն կարծեմ ԱԲ-ով էր աշխատում։ Ինչ ֆունկցիա կա։ Որովհետև ինքը հավաքելով ինֆորմացիան, ինքը որոշումներ կայացնելու համար ունենում է այլ ընտրանքներ։ Բոլոր ճյուղավորները, ինչքան ես հասկացա, պարոն Ջիվանյանը ձեր հյուրն է եղել, ինքը ղեկավարելով կառույցը եւ կարծում եմ հաջողված ղեկավարում ենք, որ նաեւ IT ոլորտի մեջ իր հաջողությունները արձանագրել եւ այսօր նաեւ իր համար տեսանելի են արհեստական ինտելեկտի օգտագործումը նաեւ ռազմաճնաբերության մեջ։ Շատ լավ, հատուկ նշանակության զորքեր, շատեր զենքերի վրա են կենտրոնանում, դա գրավիչ է իհարկե, բայց ես կուզեի հատուկ նշանակության զորքերից խոսենք, որովհետև 44-օրյայի ժամանակ մի դրվագ կար, բավականին ցավալի, երբ որ Արայք Հարությունյանը ասում էր, որ կարծեմ ԱԱԾ-ի կազմում գործող մի ստորաբաժանում հրաժարվել էր խնդիր կատարել, քանի որ այդ խնդիրը իր պրոֆեսիոնալ կարողություններով չէր կարող հաղթարել, այսինքն իր գործը չէր, կարճ ասած, եւ մենք տեսնում ենք հարևան երկրներում եւս բանակները համալրվում են հատկապես հատուկ նշանակության զորքերով։ Պարոն Քոչարյան, ինչ ֆունկցիաներ ունակ են կատարել։ Մենք տեսնում ենք նաեւ Բաստիոն զրահամեքենաները, որ այս զորքերին պետք է սպասարկեն։ Ինչ խնդիր է այստեղ դրված։ Փոքր ուժերով իրականացնել մեծ ծավալի առաջադրանք։ Փոքր ուժեր նշանակում է ավելի մեծ պատրաստվածությամբ իրականացնել մեծ նշանակության խնդիր։ Դա կարող է լինի ավերածություններ, դա կարող է լինի, այսպես, թափանցումներ, թիկունք, ինֆորմացիա հայթայթելու, ավերածություններ առաջացնելու, հակառակորդին անհասկանալի վիճակի մեջ դնելու 44 օրյա պատերազմում ենք տեսանք, որ Ադրբեջանը այնուամենայնիվ ստեղծել էր այդ կառույցներ եւ իրենք սկսած լեզվա մտածողությունից, հայերեն լեզվի իմացությունից, նաեւ ունեին այնպիսի իրենց ռուսերեն էկիպիրովկա հայերեն
սպառազինության այդ ամբողջ համակարգը դանակ հանդերձանքի ամբողջական, որը միայն ունակ են հատուկ պատրաստվածության զինվորականները կիրառելու դանակից սկսած լարերով, տեսադիտարկման սարքերով, կողմնորոշ տարածքում կողմնորոշվելով, լեզուն կիրառելով, որպեսզի հակառակորդին այսպես բթացնելով գործողություն իրականացնի։ Տեսել ենք այդ ամբողջը։ Եվ հիմա մենք այդ ուղղությամբ մեր գլխավոր շտաբը տեսակ այսօր մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ, նույնիսկ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանմանն էլ առանցվեցիք այդ տեսակ։ Մերոնք լեզու սովորում են։ Այո, ոնց է վարժարան ուզում եք, կազմակերպեմ մի օր գնաք տեսեք մեր վարժանի երեխաները քանի լեզու են, լեզու պետքա սովորած ավարտեն ավագ դպրոց։ Կադրեր որակը շատ կարևոր է, պարոն Քոչարյան, որ մարդիկ ունակ լինեն։ Որպեսզի կադրերը եւ բանակը կերպարանափոխվի, նախ կրթության որակը որպեսզի բարձրացվի, նախ դիմորդները պետք է շատանային։ Եվ այն օրենքները եւ այն առաջարկները սոցիալական փաթեթի հարստացման, որ արվեց, դա հնարավորություն տվեց Վազգեն Սարգսյան ակադեմիայի ընդունելությունների դիմողների թիվը կտրապ էապես ավելացնում, շատ էապես։ Էլ չեմ ասում նաև սոցիալական են ծրագրերը դրվեցին նաև կրթության հիմքում, միայն ատեստացիան չի։ Ատեստացիան թիրախավորեցին, թե ինչ արեցին, բայց միևնույն է։ Եթե այսօր նայում եք նոր համազգեստի մեջ, դուք երևի չնկատեցիք, եկամ նկատեցիք, փորով այլևս մարդ չեք տեսնում այդտեղ։ Այդ հələ առաջի հայացքից, տեսանելի առաջին հայացքի տպավորությունն եմ ասում։ Բայց նաև համազգեստներ լավ է եւ ֆունկցիոնալ տեսանկյունից լավն է եւ նրա մեջ գտնվող թե գեներալը, թե զինվորը էլի շատ լայվ են նայվում։ Նախքին համազգեստի մենք շատ խեղճ էինք։ Դա հոգեբանություն է։ Դե նաև պատերազմի պատկերներն են։ Բայց դե որպեսզի դա փոխվի, պետք է համազգեստներ փոխվի։ Եվ մարդը պետք է փոխվի։ Չէ, համաձայն եմ, միանշանակ մի հարց էլ տեսեք, մենք պատերազմի ժամանակ, երբ որ մարդիկ գալիս էին առաջնագծից, դեռ չէր ավարտվել եւ հետո էլ իհարկե պարզվեց, ասում են 8-ը պետք է փակել եւ ընթացքում էր ասվում եւ ըստ Սամվել Բաբայանի հոպի 40 թե 50% առաջի մի քանի օրվա ընթացքում ոչնչացված էր, Կարիչ զենիթային հրթիռային համալիրներ, Լուսան զենիթային համալիր եւ Ատլանտ համակարգեր 122 մմ փոքր համազարգային կրակի ռեակտիվ այդ համակարգերը Տորք հաուբից հրետանի, սա արդեն մի քիչ այլ ժանրից էր, հա, շանթի մասին խոսեցինք։ Հայկական ռազմաարդյունաբերությունը օրինակ է փակել Հայաստանի Հանրապետության օդը, թե մենք գնումների կարիք ունենք։ Ոչ մի երկիր 100%-ով օդը ի վիճակի չի փակի, Իսրայելից սկսած։ Բայց որ օդը փակելը խնդիր է եղել, մեր 44 օրյա պատերազմում։ Իմ տղան Վազգենը, եթե ունենում էր հնարավորություն կապ ունենար, ասենք ինձ հետ, ասում էր հայրիկ, այս օդը պետք է փակվի, ինքը հրետանավոր էր։ Դուք ականանետի վրա եք, ինքը նույն D30-ի վրա էր, Հայկազով զորամասում էր ծառայում պատերազմի ժամանակ, հա օդ փակել, հետո իրանք հասկացան, որ օդը մենք պահ եղավ, որ ի վիճակի եղավ, պոլի 21-ի միջոցով մի քանի օր օդը փակվել, հետո բացվեց։ Ինչ տեղի ունեցավ դեռ արժեր որ ուսումնասիրել, չնայած քննիչանալով ինչ որ բաներ ուսումնասիրել էր, բայց դրա մասին եկեք չխոսենք։ Օդը փակել, այ օդ փակել նշանակում է բազմաշերտ օդային տարբեր հեռավորությունների վրա գործող հարվածային հարվածներ հասցնող դա լինի անօդաչու, ինքնաթիռ, ուղղաթիռ, որտեվ նայեք, մեզ այդ ժամանակ հասանելի էր մինչև 20 կիլոմետր վերև բուկ համակարգեր մենք այդպես էլ չկարողացանք ռուսական բազայից ստանանք, պարզվեց այնտեղ բոլորը փչացած էր։ Պայստամասեր չկար եւ այլն։ Ասականներ, որ մենք ձեռք էինք բերել եւ դրա ձեռքբերման պահից սկսած խնդրահարույց էր, այսինքն մինչև 5-6 կիլոմետր հեռավորության վրա թիրախ ոչնչացնելու համար նախատեսված է, դա էլ հնացած շատ 60-ականների արտադրության ինչ-որ բաներ, որը բան չէր։ Դրա համար հիմա այն ինչ-որ դուք տեսաք այսօր եւ այն ինչ-որ մենք արտադրում ենք, դա էշելոնացված կառավարման համակարգեր պետք է լինեն, փոքր բարձրության վրա, մեծ բարձրության վրա եւ այդ կառավարումը ինֆորմացիոն, հա, կառավարման կենտրոններից հնարավորություն է տալիս լոկացիոն համակարգերում հայտնաբերելուց հետո թիրախ ուղեկցել միջև ոչնչացումը։ Տեսեք, շատ պոպուլյար է այսօր, էլի ռուս-ուկրաինական պատերազմ վերեմ, դրոնների դեմ պայքարում սովորական որսորդական հրացան, եթե ինքը ցածրաթռնում։ Այսինքն բեկորային այսպես հարվածներով նրանք թիրախավորում են, բայց հիմա դա էլ են սովորել այդ բանի բարձրացնող բանի
Բայց համասը այնպես են արել, որ ինքը նույնիսկ որսորդական հրացանի այդ բանը հարվածը ստանալուց ինքը կարողանում է իր գործողությունը իրականացնի եւ ոչնչանա։ Շատ լավ, իսկ ընդհանրապես այն պնդումների մասին, որ իշխանությունը ասում է գնում ենք խաղաղության, բայց ցուցադրում է զինտեխնիկա, այսինքն սա եթե այսպես փորձենք ամփոփել, էլի, պատերազմի պատրաստվածության մասին է, ինչի մասն է։ Սա խոսում է, մենք ցուցադրել ենք միայն պաշտպանական զենք։ Չնկատեցիք, ինչ ցուցադրվել է դա պաշտպանական զենքեր են։ Եվ հենց դրա մասին է խոսքը։ Սպառազինությունը այսօր ցուցադրել է հանրապետության հրապարակում, դա իր բնույթով խիստ պաշտպանական զինանոցի համար նախատեսված զենքեր են։ Շատ լավ, իսկ կադրերի առումով արդյոք զինված ուժերը ունեն բավարար չափով բարձրակարգ տղաներ, որ այս տեխնոլոգիական Ազգային Սարգսյան ակադեմիայի բոլոր կրթօջախները զենքերը օգտագործվում են։ Զինվորական նաև դրսում ուսումնառություն ստացողները հենց դրան այդ նպատակին են ծառայում։ Համազգեստը փոխվեց, միջի զինվորի գիտելիքներն են ավելացվում, կրթության մակարդակը, որը կապվում է նաև իր սոցիալական փաթեթի հետ, դրանք էլ է մոտիվացնում նաև նույն զինվորականին, որպեսզի լավ սովորի, որպեսզի լավ վարձատրվի, լավ վարձատրվելով դառնա ձևավորի այն էլիտան, որը որ երկրի անվտանգության ամենակարևոր բաղադրիչն է։ Սպայակազմի էլիտա ունենալը հենց դրա մասին է։ Իսկ որպեսզի էլիտա ունես, պետք է կոռուպցիան ընդհանրապես բանակից վռնդվել է։ Տեղուսակ բարձրակարգ տղա ոչ միայն դուք կունենաք, այլև զինված ուժերում ծառայող Ես որ խոսեցի բարձրակարգ տղայի մասին, գուցե ձեր լրագրող գործընկերին կարողացավ ներվայնացնել, որովհետև հարցը պետք է տար։ Որտեվ եթե հարց պիտար ծառայել չծառայելու մասին, ինչի հարց չի տալի ձեր փոքր զավակը, որ ծառայել է, ինքը հարց է տալի այն զավակի մասին, որը օգտվել է կրթության այդ հնարավորությունից, ինքը գիտնական լինելու հնարավորությունից։ Բայց ես միայն գիտնականի մասն եմ ասել։ Դա անդադ շահարկվեց, որ Քոչարյան Անդրանիկի իր տղային անունը բարձրակարգ։ Բայց եթե խտրական էր, բա փոքր զավակը, որը պատերազմ անցավ, ինչի են անտեսում դա նույն լրագրողները, բոլորը մոռացել են, որ Վազգեն Քոչարյանը պատերազմ անցավ։ Նաև մեր իշխանություններում կային պաշտոնյաներ, որոնց զավակները պատերազմ անցան։ Նույն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի զավակը, որ իմ տղայի հետ ուսումնական զորամասից գնացին Արցախ եւ պատերազմը սկսվեց եւ իրենց ծառայությունը մինչեւ վերջի օրը արել են։ Խտրական չէ ձեր այդ խոսքը, պարոն Քոչարյան։ Ես այդ խոսքը անզգույշ կարամ ասեմ եւ դրա համար ես ներողություն եմ խնդրել, որովհետեւ ես ասել եմ, որ իմ ավակ զավակը ոչ թե չի ծառայել, այլ ինքը ազատված եղել ծառայությունից այս հիմքով։ Բայց ես կարայի ուրիշ բան էլ ասեի, իմ ավակ զավակը ծառայել է, երբ որ ես ու իր մայրը ծառայել ենք զինված ուժերում։ Հասկացաք ինչ եմ ասում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, պարոն Քոչարյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Անդրանիկ Քոչարյան։